ինչ աշխատանք է կատարել հազարամյակի մարտահրավեր հիմնադրամը Հայաստանում 4 տարվա ընթացքում։ Լրատվական թողարկումներում հնչող կարճ տեքստերը այս իմաստով որևէ ամբողջական պատկերացում չեն տալիս, այնինչ հիմնադրամի հաշվետվություններում խոսք է գնում 180 միլիոն դոլարի ընդհանուր ներդրումների մասին։ Մեր ծրագիրը այս հաշվետվությունների և տպավորիչ թվերի ետևում փնտրել է իրական աշխատանք։ Իրականում, որքանով է շահել հայաստանցի գյուղատնտեսը հիմնադրամի 4 տարվա աշխատանքից ու որքանով են ներդրումները հասցեական։ Ու նաև այն մասին, թե որտեղ է ներարկվելու հիմնադրամի Հայաստանին նախատեսված վերջին 70 միլիոն դոլարը։ Սա ելակի ջերմոց է, սա էլ է ելակի ջերմոց, երկուսն էլ ոսկեվազցի Սիմոն Սիմոնյանինն են։ Այս մեկը նա մշակում է այնպես, ինչպես տարիներ շարունակ, իսկ կողքի ջերմատոնը 1 տարվա վաղեմություն ունի։ Հիմնվել է ջերմոցային տնտեսության ու ելակի մշակման նոր ժամանակակից կանոններով։ Տարբերությունն ակնհայտ է անգամ առաջին հայացքից, մոլախոտ չկա, ելակի թփերն էլ ավելի բարձր են ու փարթամ։ Սիրում եմ ես էլ նորամուծություն, անցկացված է կաթիլային համակարգ եւ ցելոֆանները փռած ցելոֆոնները, որը եւ պտուղը զերծ է պահում փտելուց։ Ոռոգման կաթիլային համակարգը սերմերի տնկման ու մշակման նոր տեխնոլոգիան Սիմոնյանի հողամաս բերեց հազարամյակի մարտահրավերներ Հայաստան հիմնադրամի ջրից դեպի շուկա ծրագիրը։ Սա ցուցադրական տեղամաս է, որտեղ էլ փորձարկվում են գյուղատնտեսության վարման ժամանակակից մեթոդները։ Գյուղացիները իրենց սեփական փորձով են համոզվում, որ հողի ու ջրի հետ կարելի է նաև նոր լեզվով խոսել։ Սիմոնյանը աշխատանքային այս բանաձևն արդեն լավ գիտի, արդյունքն էլ չի ուշանում։ Ավելի առաջ գցեց բերքը, այսինքն նույն ժամանակահատվածում մարդիկ կային, որ ծածկել էին միասին։ Իմը միասին մի 10 օր շուտ կարմրեց։ Շահույթ ավելացնում են բանով, ինչքան շուտ կարմրի, այնքան գինը բարձր կլինի շուկայում։ Մաշված ենթակառուցվածքներ, տասնյակ տարիներ նորոգում չտեսած ջրագծեր ու պոմպեր, անջրդի հողեր, գյուղատնտեսական առաջավոր մեթոդներից անտեղյակ գյուղացիներ, բերքի սակավություն ու եղածի իրացման խնդիրներ։ Այս համակարգային խնդիրների լուծմանը կամ գոնե մեղմացմանը արդեն 4 տարի ուղղվում են հազարամյակի մարտահրավեր Հայաստան հիմնադրամի ֆինանսական, կրթական ու տեխնիկական ջանքերը։ Ընդհանուր մեր ծրագիրը իր ուղղակի ազդեցությունն է ունենում շուտ 400,000-ից ավել գյուղաբնակ բնակչության վրա, այսինքն խոսում ենք 350 ավելի համայնքների մասին։ Կայուն տնտեսական աճ եւ աղքատության կրճատում այս ձևակերպմամբ 2006-ին Հայաստան եկավ հազարամյակի մարտահրավեր կորպորացիան։ Այն Միացյալ Նահանգների կառավարության նախաձեռնությունն է, որը 2003-ից աջակցում է տարբեր երկրներում բնակչության կենսամակարդակի բարձրացմանը։ Հայաստանում ծրագրի ժամկետը 5 տարի է։ Մեզ մոտ այն օգնելու էր հաղթահարել 21-ի մարտահրավերներից գյուղատնտեսական աղքատությունը։ Ոռոգվող գյուղատնտեսություն ծրագրով հիմնադրամի նպատակը ոլորտի բարելավումն է եւ կայուն ու տևական աճի ապահովումը։ Նախատեսված գումարը 180 միլիոն դոլար է։ Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամի կառավարման խորհրդի կազմում կառավարության 7 անդամներ են եւ եւս 5 քաղաքացիական հասարակությունից։ Ղեկավարող օղակում ընդգրկված են նաեւ հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի եւ բնապահպանական դիտորդներ։ Խորհուրդը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մեծացավալ ներդրումներ կատարվեցին եւ կատարվում են այսօր ոռոգման համակարգը արդիականացնելու գործում։ Շուրջ 180 միլիոն դոլարի ներդրումներ են կատարվում Հայաստանի Հանրապետությունում մայր ցանցերը արդիականացնելու, ինչպես նաև համայնքներում ներքին ցանցերի արդիականացման առումով։ Դա իհարկե անգնահատելի մեծ ֆինանսական օժանդակություն էր ոռոգման համակարգի բնագավառում։ 2011 ծրագրի ավարտական տարին է, ներդրումների մեծ մասը շուրջ 110 միլիոն դոլարը արդեն ներարկված է գյուղատնտեսական տարբեր հանգույցներում։ Այս տարին սակայն աշխատանքային ակտիվությամբ նախորդներին չի զիջելու, 70 միլիոն դոլարի ներարկում էլ կլինի 2011-ին։ Ներդրումը արվում է սեկտորի մեջ բոլոր ասպեկտներով, համ շինարարություն կա եւ ուրեմն ներդրում կա մարդկանց գիտելիքների բարձրացման մեջ տեղանացված տեխնոլոգիաներ ենք ցույց տալիս ներդնում եւ կառավարման այդ համակարգին ենք աջակցում։ Հրապարակում գյուղատնտեսական ոլորտում 4-ամյա ներդրումների արդյունքներն են հողի ու ջրի հանդիպման պատմությամբ, ոռոգման արդյունավետ մեխանիզմների ներդրմամբ, գյուղացիների անթաքույց գոհունակությամբ ու դեռ չլուծված խնդիրներով եւ ավարտական տարվա աշխատանքային օրագրով։ Սևանա լճի մակարդակի բարձրացման պատճառով օրինակ 2 պոմպական Զոլաքարի եւ Մարտունին
զուտ խնդրի առաջ կանգնեցին, որ հայտնվեցին ջրի տակ, իրենց առաջի աստիճանները, այսինքն որտեղից որ ջուրը վերցվում է։ Այսինքն մենք այդ երկու Զոլակարում Արտենիում երկու նոր պոմպական ուղղակի սարքեցինք ջրի մակարդակի նիշից բարձր։ Հիմա աշխատանքները դեռևս ընթանում են այնտեղ։ 17 պոմպակայանների նորոգման ծրագիրը ամենամեծն է հիմնադրամի աշխատանքի այս բաղադրիչում, ոռոգման ցանցերի նորոգման համար հատկացվող $120 միլիոն 40-ը հենց այստեղ է ծախսվելու։ Անկախացումից հետո առաջին անգամ պոմպեր եւ սարքավորումներ կներկրվեն Հայաստան, շինությունները կնորոգվեն, անհրաժեշտության դեպքում էլ կկառուցվեն պատվարներ։ 110 համայնքի անխափան ջրամատակարարում ապահովող այս ծրագրի 2/3-ը արդեն իրողություն է, այն կամբողջացվի մինչև օգոստոս։ Հիմնական օգուտը այդ ծրագրի լինելու է այն, որ նոր սարքավորումներ ներկրելով արտասահմանից, այսինքն նոր պոմպեր, նոր էլեկտրական սարքավորումներ, նոր մեխանիկական սարքավորումներ, ամեն այդտեղ մեր շատ տեխնիկական դետալներ կա։ Մենք ջրի մղումը դեպի իր վերջնական կետ ավելի էֆեկտիվ ենք սարքում։ Այսինքն տալու ենք ջուր այնքան, ինչքան պետք է, էլեկտրաէներգիա ծախսվելու է այնքան, ինչքան հարկավոր է։ Կանալը իր ծավալներով չէր աշխատում, կորուստները բավական մեծ էին, մոտավորապես հասնում էր 55-60%-ի։ Շիրակի մարզն է, այստեղի մայր ջրանցքում վերանորոգման աշխատանքներ նախորդ 2 տասնամյակում տեղաբնակները դժվար թե մտաբերեն։ Առաջին անգամ ջրանցքի կիսաքանդ հատվածները շինարարների հանդիպեցին։ Ոռոգման նախորդ շրջանի ընթացքում արդեն ջուրն ավելի ապահով հունով հասավ գյուղացուն ու վերջին տարիների ընթացքում առաջին անգամ նաև ավելի մեծ քանակությամբ հողակտորների։ Ընդհանուր առմամբ հիմա ջրանցքը ջուր կհասցնի 60,000 հեկտար հողատարածքի։ Հակին տարածքներ արդեն հացահատիկի տակ է եւ մարդիկ ինչ-որ հավատ ունեն։ Ջուրն է, որ կարող է տալ հնարավորություն գյուղացին աշխատիր հողի վրա, գյուղացին կարող է արարել։ $22 միլիոն չափ ներդրում 6 մայր ջրանցքի 40 կիլոմետր նորոգվող հատված, շուրջ 250 հիդրոտեխնիկական կառույցների վերականգնում, ջրանցքները մաքրվում են, վթարային վիճակում գտնվող եւ ջրի մեծ կորուստներ առաջացնող հատվածները վերականգնվում, հեղեղատներն ու կամուրջները գործող ռեժիմի են բերվում, 5 աշխատանքային տարին 235 համայնքների բնակիչներին հոստանում է ազատել ոռոգման ջրի հետ կապված բոլոր խնդիրներից։ Ջրանցքներում ջրի կորուստը զգալի նվազում է։ Այսինքն եթե խնդիր կար առաջ ջուրը հավասարաչափ եւ ըստ պահանջի հասցնել ամբողջ երկայնքով, օրինակ Արզնի Շամիրամ մայր ջրանցքը 40 կիլոմետրից ավել երկարություն ունի եւ իհարկե խնդիր կա բաշխելու ջուրը ճիշտ հասցնելու հավասարաչափ ուրեմն յուղացիներին հասցնելու ինչքան մենք այդ վերականգնման աշխատանքները շատ անում ենք, ինչքան հատվածներ բետոնապատվում են կամ տորկրետապատվում են, այդքան ջրի կորուստը քչանում է, ջուրը ավելի արագ հուսալի է դառնում գյուղացիների համար։ Ջուրը տներն է լցվում, փչացնում հողատարածքներն ու այգիները, պետք եղած ժամանակ էլ ջրի կարիք ունեցող հողամասին չի հասնում։ Դեռ մի տարի առաջ սա Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանում եղած իրավիճակի տիպիկ նկարագրությունը կլիներ, իսկ հիմա արդեն այս մասին ուղղակի հիշում են։ Արդեն քանի տարի է ռեմոնտ չին արած այս կանալներ, ժամանակին քանի որ կանալն ռեմոնտ չէին արած, երկու անգամ իմ պոլեր փտած, որոթեր եմ, հիմա բետոն եմ լցել ստիված, քանի որ չերեմ։ Հիմա այսօր քանի որ արդեն աշխատում է ջրեր կդրվել է, զգում եմ, որ այդ խոնավություն իմ ընտանիքում պակասել է, չկա այդ ջուրը։ Վարդենիսի ինքնահոս համակարգը մեկն է այն 5-ից, որոնց թարմացման գործը իրականացրեց հիմնադրամը։ 2009-ի սկզբին մեկնարկած աշխատանքները կամփոփվեն այս մայիսին մոտ $8 միլիոն ներդրումների արդյունքում 55,000 գյուղացի ջրտուքը կիրականացնի ավելի քիչ նյարդեր ու էներգիա վատնելով։ Դե իսկ Արարատյան հարթավայրի դրենաժային խնդիրները տարիներով են չափվել։ Օրինակ Արատաշեն գյուղում ամեն գարնան հետ գյուղացին շուրջ 1000 հեկտար հողի մեծ մասը գտնում էր գործածության համար անպիտան վիճակում։ Դրենաժային համակարգը գտնվում էր լցված վիճակում, որը բերում է հողերի աղակալման, ղամշակալման, էրոզիա ենթարկում ամբողջ հողը։ Խոսքով գյուղացին նորմալ բերք չի կարող ստանալ, եթե չմաքրվի այդ դրենաժները։
Արարատի ու Արմավիրի մարզի 88 գյուղերում այս խնդիրը նույնքան արդիական է, ինչքան Արատաշենում։ Դրենաժային ճահճացած իրականությունը ևս ոռոգման ենթակառուցվածքներ բաղադրիչը աշխատում է շտկել։ Համակարգի վերականգնումը 16 միլիոն դոլարի շրջանակներում կնպաստի գրունտային ջրերի մակարդակի իջեցմանը, արդյունքում նաև հողային անցանկալի իրավիճակների ստեղծմանը։ Հիմնական օգուտը դրան է լինելու, որ ջրի մակարդակը դրենաժային գոտում իջնելու է մոտ 2-ից 3 մետրով եւ դա իր անմիջապես իր ուրեմն պոզիտիվ էֆեկտը պետք է տա գյուղական արտադրության վրա, այսինքն այդ հողերի ճահճացման, աղակալման այդ խնդիրը մեծ ծավալով կլուծվի։ Ոռոգման ենթակառուցվածքներում չեն մոռացել նաև ջուրը մեծ ջրանցքներից ու պոմպերից բույսին հասցնող ներտնտեսային ցանցերի մասին։ 16 միլիոն դոլար էլ ուղղվելու է տարբեր մարզերի 100 համայնքների երրորդ կարգի ջրանցքների թարմացմանը։ Ծրագրում ընդգրկվել են այն համայնքները, որոնք առաջինն են խնդիրը բարձրացրել ու պատրաստակամություն հայտնել նաև սեփական միջոցները ներդնել ցանցերի վերականգնմանը։ Բանն այն է, որ այս դեպքում համայնքները պարտավոր են ծրագրին միանալ 15% համաֆինանսավորմամբ։ Շատ եմ կարևորում համայնքի ներդրումը, որովհետև իզուր չի որ մենք բնդել ենք այդ ներդրումի վրա 15%-ի չափով համայնքը մասնակցում է ծրագրի իրականացման ընդհանուր արժեքի մեջ եւ դա պետք է ունենա իր դրական էֆեկտը, որովհետև համայնքը ինքը գումար ներդնելիս մեր կարծիքով ավելի ճիշտ կմտածի, որ երկարատև լինի այդ ներհամայնքային ցանցի շահագործումը։ Մարտ ամսին արդեն 20 համայնքներում երրորդ կարգի ջրանցքները կներկայանան նորացված տեսքով։ Մինչև սեպտեմբեր նրանց կմիանան նաև 80-ը, մինչև ծրագրային 5-րդ ու վերջին տարվա ավարտը հազարամյակի մարտահրավերներ Հայաստան հիմնադրամում ամեն շաբաթյա մոնիտորինգի շնորհիվ հետևում են, թե ինչպես են շինարարական գործերը աշխատանքային 150 տեղամասերում։ Մայրջրանցք 1-ը 97% ավարտված, համարյա ավարտվում է, Մայրջրանցք 2-ը 90% կավարտվի։ Պոմպականները նայենք, այստեղ օրինակ 69% է առաջընթացը։ Արմավիրի մարզ Գրիբոեդով գյուղ մասնագիտությամբ ինժեներ Սիմոն Ջամալյանը առաջինն էր, ով համաձայնեց իր տնտեսությունում ոռոգման նոր համակարգ կիրառել։ Այդպես 2007-ին բացվեց ջրից դեպի շուկա բաղադրիչի առաջին ցուցադրական տեղամասը։ Այստեղ համագյուղացիների դատին է ներկայացվում կաթիլային ոռոգման համակարգը։ Կաթիլայինի դեպքում ամբողջը պաշտպանվում է եւ բարձր գերխոնավություն չի առաջանում, որի շնորհիվ բույսերը ավելի ուշ են հիվանդանում, պայքարի միջոցները ավելի հեշտ են։ Ոռոգման նոր ձևը մշակությունը դարձրել է ավելի արդյունավետ ու հեշտ։ Նախկին 3-4 ժամի փոխարեն բույսերի ծարավը հիմա 1 ժամում է հագենում։ Այս գյուղատնտեսի բակում ջրի կաթիլները այժմ արդեն սնունդ են հասցնում ոչ միայն ցուցադրական տեղամասի բույսերին, նոր տեխնոլոգիաների հետ աշխատանքի արդեն 3-ամյա փորձը Ջամալյանը կիսում է նաև բարձրաստիճան հյուրերի հետ։ Ժամանակի խնայողություն, պարարտանյութի խնայողություն, ես զգալով այդ առավելությունները կաթիլայինը, հիմա իմ ամբողջ ջերմոցները կաթիլային ոռոգման տակ է իմ միջոցներով։ Այս գյուղատնտեսի օրինակը վարակիչ է եղել արդեն 8 այլ ֆերմերների համար։ Ընդհանուր առմամբ հանրապետության բոլոր մարզերում հազարամյակի մարտահրավերներ Հայաստանը հիմնել է 216 ցուցադրական տեղամաս։ Տավուշի մարզում օրինակ մեր օրինակով ելնելով նույն ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը մի քանի այլ համայնքներում ջերմոցներ, նույն տիպի ջերմոցներ օգնեց, որպեսզի մարդիկ տեղայնացնեն եւ այնտեղ օգտագործեն։ 32 միլիոն դոլար արժողությամբ ջրից դեպի շուկա ծրագրի նպատակն էր ձևավորել գիտելիքներով զինված ֆերմերների խավ, վերապատրաստման դասընթացների, ցուցադրված մեթոդների գործնական կիրառման ու ֆինանսական միջոցների մատչելիության օգնությամբ։ Արդեն 45,000 գյուղացի ունկնդրել է բարձրարժեք գյուղատնտեսություն եւ ոռոգման ջրի ներտնտեսային կառավարում դասընթացները, ծանոթացել ջրի հավասարաչափ բաշխման, խնայողության, բերքի աճի շահութաբեր արտադրանք ստանալու, մոլախոտերի դեմ պայքարի եւ այլ աշխատանքային գաղտնիքների։ Մի հատ մոլախոտ չկա, ապոս չեն կարել, հխրեցուն չեն կարել, խախան չեն կարել։ Բավականին ապշած եմ, որ սենց հանգիստ կա, մենք էլ տանջվում էինք։ Ձեռք ենք բերել տեխնիկա, չինական արտադրության, հիմնական մշակության, բանջարաբոստանային մշակությունների համար։
Ծրագիրը թերի կլիներ, համոզված են հիմնադրամում, եթե գյուղացուն գիտելիքներ տային, սակայն դրանք կիրառելու հնարավորություն չստեղծեին։ Գյուղատնտեսական նոր գործելավոճը նաև ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Ջրից դեպի շուկան նախորդ տարի ֆինանսական հաստատությունների միջոցով արդեն տեղաբաշխել է իր 8.5 միլիոն դոլար վարկային ռեսուրսները։ Մենք նախապատվությունը տալիս ենք այն ծրագրերին, որոնք անցնում են ավելի եկամտաբեր բարձրաժեք գյուղատնտեսությանը։ Նոր տիպի սորտեր են ներմուծում Հայաստան, տնկիներ են իրենց մոտ աճեցնում եւ հողերում դնում, ոռոգման նոր համակարգերով ջրի օգտագործումը ավելի առավելագույն արդյունավետ են սարքում։ Արդեն 900 գյուղացի այս ռեսուրսներով թարմացրել է իր տնտեսությունը։ Վարկավորման գործընթացը չի դադարի անգամ ծրագրի ավարտից հետո։ Վարկերի տոկոսադրույքներից գոյացող շրջանառու ֆոնդը մինչև 2015 կֆինանսավորի տեխնիկական ու տեխնոլոգիական թարմացումները։ Նոր ջրագծեր ու պոմպեր, ապահով ներտնտեսային ցանց ու հուսալի ոռոգում, արդիական ջերմատներ ու գյուղատնտեսական տեխնիկա, աջակցություն 47 ջուրմատակարարող եւ 225 վերամշակող ընկերությունների։ Հիմնադրամի աշխատանքը իր ելույթներում կառավարության ղեկավարը գնահատել է բացառիկ, իսկ աշխատանքային խորհրդակցությունները այս թեմայով կառավարությունում տեղի են ունենում ստույգ հաճախականությամբ։ Խորհրդի անդամները պարբերաբար զեկուցում են կատարված աշխատանքի եւ խորհրդակցում միջոցների ճշգրիտ տեղաբաշխման շուրջ։ Այս աշխատանքները իհարկե շարունակվելու են կառավարության կողմից, բայց փաստը այն է, որ ի շնորհիվ մարտահրավերների ծրագրի մենք ստեղծեցինք մի լուրջ հենք, որպեսզի այս ոլորտում մենք կարողանանք իրականացնել հեռանկարային լուրջ ծրագրեր։ Դուք արդեն տեղյակ եք, թե ինչ է արել հազարամյակի մարտահրավեր կորպորացիան Հայաստանում 4 տարի շարունակ։ Մեր հաղորդումները հասանելի են նաև համացանցում հետևյալ հասցեներով, իսկ հանրայինի եթերում մեր հանդիպումները ամեն երեքշաբթի և ուրբաթ։